Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը, որը տեղակայված է Հունաստանի Սալոնիկ քաղաքում, հայաստանյան դիմորդներին հնարավորություն է տալիս ստանալ բարձրակարգ անգլիական կրթություն բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերում, ապրելով, սովորելով Միջերգրական ծովի ափին։ Մեր տաղավարում են Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում առաջին և երկրորդ կուրսերում սովորող հայ ուսանողները, որոնք կկիսվեն իրենց տպավորություններով և փորձով։ Ես Օֆելիա Սարգսյանն եմ, սովորում եմ Business Administration and Economics Department-ում, երրորդ կուրսում պատրաստում եմ ընտրել մարքեթինգ։ Ես Եվա Արաքելյանն եմ, բակալավրի առաջին կուրսում եմ սովորում Business Administration and Economics էլի Department-ում ու երրորդ կուրսում պատրաստում եմ ֆինանսներ բաժին ընտրել։ Ես Արինա Գևորգյանն եմ, սովորում եմ բակալավրի Communication and Digital Media բաժնում, մեզ մոտ ընտրության հնարավորություն չկա։ Ոնց ստացվեց, որ դուք որոշեցիք սովորել դրսում, ու դա ձեր որոշումն էր, թե չէ։ Ես ճիշտն ասած եղել եմ իմ մոտ փորձ այդ երկրում սովորելու, որտեվ ես 1 տարի էլ սովորել եմ Գերմանիայում, սակայն դուր չգալու պատճառներով շատ բացասական էր իմ մթնոլորտը Գերմանիայում, ուսումնական կարգը ինձ հոգեհարազատ չէր ու ես որոշեցի, որ փոխեմ, ընկերուհիս արդեն սովորում էր Յորքի համալսարանում ու միայն լավ բաներ էի լսում ու անգլերենով էր, իսկ ես Գերմանիայում գերմաներենով էի սովորում ու հասկացա, որ ուզում եմ փորձել շարունակել Յորքի համալսարանում, այսինքն փոխվեմ Գերմանիայից ու շատ հեշտ սահուն ստացվեց ու հիմա շատ գոհ եմ իմ ընտրության հետևանքներով, որովհետև Հունաստանը իր մթնոլորտով առհասարակ շատ ինձ հոգեհարազատ էր, արդեն ինչ-որ արտասովոր լինելու այդ ոնց ասեմ, այդ զգացումները էլ չէի զգում, չէի վերապրում ու առհասարակ Հունաստանը ինձ շատ լավ դիմավորեց, ես ինձ շատ այնտեղ լավ եմ զգում։ Ես ընդհանրապես պլաններ չունեի դրսում սովորելու, ուղղակի շատ պատահական ընկերությունից իմացել եմ, որ սենց համալսարան կա, հետաքրքրվել եմ ու որոշեցի ուղղակի ռիսկի դիմեմ, ընդհանրապես ուղղակի շատ պատահական է ստացվել ամեն ինչ։ Իրականում շատ զարմանալի էր, որ ինձ ծնողները թողեցին, որ ես գնամ դրսում սովորելու, բայց եթե չգնայի, միգուցե հետո փոշմանեի ու միգուցե հետո իրանք էլ փոշմանեին, դրա համար թողեցին, ասացին, որ այդ իմ որոշումն ամեն դեպքում, ճիշտ է, իրանց կարծիքը միանշանակ հաշվի առել եմ, բայց ես եմ եղել որոշողը։ Ինձ մոտ միշտ ամենամեծ երազանքս է եղել դուրսը սովորելը, որովհետև միշտ իմացել եմ, որ ընդհանրապես համեմատելի չեն հայկական համալսարանները ու դրսի համալսարանները, ու երբ որ իմացա Յորքի մասին ու հասկացա, որ այնտեղ մեծ հայկական community կա, որոշեցի դիմեմ, ընդունվեցի, ծնողներիս կողմից մենակ աջակցություն եմ ստացել ու իրանք էլ միշտ իմացել են, որ ես պետք է դրսում սովորեմ։ Իսկ իրականության մեջ իրոքից մեծ տարբերություն եք տեսնում ուսման մեթոդների այդ ամեն ինչի մեջ։ Ես կարծում եմ, հա, որովհետև այնտեղ ավելի շատ ազատություն են տալիս, մտածողական ազատություն ու ավելի պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, քան հայկական համալսարաններում։ Այդ ինձ թվում է, որ համեմատաբար հայկական ուսումնական ծրագրին լիք ընկերուհիներ ունեմ, որ սովորում են նույնիսկ նույն բաժինը, որը ես եմ շարունակելու ֆինանսները, ունեմ ընկերուհի, որ Երևանի պետական համալսարանի ֆինանսներ բաժինն է սովորում, 4 տարի այստեղ բակալավրը, դա էլ նշեմ, իսկ Գյորգում 3 տարի է ու համեմատաբար լիքը առարկաներ, որոնք անցնում են իմ ընկերուհին ստեղ Երևանում, ես համարում եմ, որ ծանրաբեռնում են անիմաստ տեղը ու որոնք փորձ չեն տալիս ու պրակտիկան հիմնականում էլի շատ ոչ ճիշտ դասավորված կերպով է Երևանում հիմնականում անցնում, այսինքն հիմնականում աշակերտներն են իրանք ընտրում, հետաքրքրվում, իսկ օրինակ Յորքի համալսարանում մեր մոտ երրորդ կուրսում արդեն պարտադիր պրակտիկա ենք անցնելու համալսարանի կողմից ու ես կարծում եմ առավելությունները շատ են, որ նայում ես արտերկրի ծրագրերին առհասարակ։ Նաև ուսանողների կարծիքը շատ մեծ հաշվի են առնում, այնտեղ շատ կարևոր է դա։ Այստեղ ոնց որ ծրագրի են գնում մենակ։ Հիմնականում դասախոսություններ են, բայց շատ դասերի ժամանակ անում ենք ինչ-որ խմբային աշխատանքներ, ճիշտ է դրանք չեն գնահատվում, բայց երբ որ շփվում ես ու ոնց որ team work-ը շատ կարևոր է այլ դասերի ժամանակ ու համել հորիզոնը լայնացնում է ու համել քանի որ մենք ուրիշ երկրների
երեխեքի հետ ենք անում, շատ հետաքրքիր է, երբ որ իրենց կարծիքն ես լսում, իրանք ինչ որ հարցի շուրջ ինչ միտք տվեցին, դրա համար այդ առումով էլ է դրսում սովորելը շատ լավ, որ դու նախ մեծ network ես ունենում հետագայի համար, հետո տարբեր կարծիքներ լսելը ավելի օգուտ է քեզ, քան Հայաստանում միայն հայերի մտածելակերպը։ Իսկ ընդհանրապես ո՞նց է շփումը այլ երկրի մարդկանց հետ։ Տարբեր երկրներից գալիս են, չէ՞։ Այո։ Մենք մեր համալսարանում լիքը մակեդոնացիներ ունենք, բուլղարացիներ, հույներն են, գերակշռողը եւ հայերը, նես չի հայերը քիչ են, բայց համենայն դեպս արտերկրի երեխաներն էլ, որ տարբեր բեքգրաունդներից են գալի, ոնց Օֆելյան նշեց, շատ հետաքրքիր է այդ team work-ները, որ կազմակերպվում են, որտեվ իրոք կարծիքներ կիսել երեխաների հետ, ովքեր տարբեր background-ներից են գալիս, տարբեր աշխարհայացքներ ունեն, ու լսել իրանց, ու ունենալ այդ հնարավորությունը կիսել ու կարծիքներ, գալ ընդհանուր հայտարարի, շատ հետաքրքիր է իրականում։ Մտածողությունը իրականում շատ տարբեր է, բայց արդյունքում ոնց որ շփումը դառնում է շատ հետաքրքիր ու շատ ընտանեկան ու ընկերական մթնոլորտ է։ Այս ուզում հարցնեի, ընկերություն անում եք իրancs հետ։ Այո։ Դասերից զատ շփում կա։ Այո։ Նաև պարտադիր է, որովհետև հիմնականում կոնկրետ մեր major-ում շատ group presentation-ներ կան, այսինքն ուզած թե չուզած իրանց հետ շատ երկար շփում է։ Այսինքն խմբակային բացի դասերից նաև ունեք տնային առաջադրանքներ։ Assignment-ներ։ Ինչ ունենք, հա, assignment-ները։ Խմբակային presentation-ներ կամ էլ։ Մի փոքր դասախոսների մասին կասեք, ինչպիսին են իրանք։ Շատ անմիջական են ու ամենակարևորը որ դասերի ժամանակ չես կարկանդվում ինչ որ հարց տալուց, երբեք չեն ասի թե այդ հարցը ինչի համար տվեցիր ու երբ որ շատ ժամանակ երեխեք չեն հասկանում ինչ որ հարց են տալիս, իրենց ժամանակը չեն ոնց որ միշտ ներդնում են իրենց ժամանակը, որ բացատրեն նորից, որ անպայման հասկանան։ Շատ հեշտ է իրանց հետ շփվել ավելի։ Իրանք շատ ընկերական են ու ահա որ հարգում են ուսանողների կարծիքը, իրանց համար դա շատ կարևոր դեր ունի։ Նաև ասեմ, որ մեր համալսարանում օրինակ, ես գիտեմ ինչ որ օֆիսային ժամեր կան, երբ դասերը ավարտվում են, այսինքն ուսուցիչները դեռևս մնում են համալսարանում ու մենք ազատ ընտրություն ունենք ու եթե մենք ինչ որ դաս չենք յուրացրել կամ բաց ենք թողել, մենք ազատ կարանք մտնենք իրանց գրասենյակը ու խնդրենք, որ նորից բացատրեն մեզ թեման, որ յուրացնենք թեման, որ հարցականներ չմնան առհասարակ։ Նույնը կարող ենք մեյլով անել։ Մենք մեր ամեն մեկը մեր tutor-ներին ունենք ու երբ որ ինչ որ հարց է լինում, իրան ենք դիմում, ոնց օգնում են մեզ։ Երբ որ նոր եք ընդունվում, առաջի բանը, որ ամենաշատը ձեզ զարմացրեց։ Այն որ շատ նման է, իրականում հույները շատ նման են հայերին, ու մեր ընկերներն էլ էլի այլազգի շատ նման են։ Դրա համար տենց ինչ որ այլ զարմանալի բաներ չեն եղել շատ։ Իրականում իմ մոտ կար մի հատ զարմանալի բան, այնտեղ ավելի շատ երիտասարդություն է, քան ավելի ծեր մարդիկ, այսինքն շատ հազվադեպ եմ ես ծեր մարդկանց տեսնում, բոլորը մենակ մեր տարիքի մարդիկ են, երեխեք են։ Սալոնիկում։ Այո։ Արդյոք արագ հարմարվեցիք այնտեղի կյանքին։ Հեշտ էր, բայց արագ չէր։ Դե սկզբում դու ավելի ոնց որ ես օրինակ ինքս շատ տենց ինքնուրույն կյանքին սովոր չէի, երբ որ նոր եմ գնացել, պետք է արդեն ամեն ինչ ինքնուրույն անեի, ավելի պատասխանատու էր ամեն ինչ, պետք է կառավարես քո ժամանակը, ֆինանսները, ու դա սկզբում դժվար էր, բայց հիմա արդեն հեշտացել է։ Հարմարվել մի քիչ ավելի ինձ մոտ դժվար ստացվեց, որովհետև ամբողջ պատասխանատվությունը լցվեց իմ վրա, թե տնային ամեն ուտելիքներ սարքել կամ առևտուր անել, այդ ամբողջը լցվեց ինձ վրա ու ես ընդհանրապես դրան սովոր չէի ու ինձ բավականին երկար ժամանակ ոնց որ պետք էր որ դրան ադապտացվեի։ Ես կասեմ, ես փորձ ունեի Գերմանիայում արդեն, բայց Հունաստանում ու քանի որ ես գերմաներենով տիրապետում էի, հենց թղթաբանական հարցերը շատ հեշտ էր ստացվում իմ մոտ Գերմանիայում անել, մենակ լեզվի տիրապետման պատճառով, բայց Հունաստանում շատ ուրախ եմ, որ Յորկը տրամադրում է մի հրաշք մարդու Տեոֆանոին, ով որ սաղ փաստա այդ թղթաբանական հարցերը անում է, այսինքն մենք ոչ մի հոգսեր որպես այդպիսին թղթաբանության հետ կապված բացարձակապես չունենք, ինչը իմ համար ամենակարևորն էր, որտեվ հունարեն լեզվին դեռևս չեմ տիրապետում ու շատ տարօրինակ է, հույներն էլ նենց չի, ովքեր նստում են ինչ-որ գրասենյակներում զբաղվում են, չգիտեմ, այդ VNG կարտոչկաներով կամ residence permit-ների, վիզաների հարցով այնտեղ շատ հազվադեպ կտեսնես մարդկանց, ովքեր խոսում են անգլերեն առհասարակ, այնտեղ
ծեր մարդիկ, ծեր չէ նույնիսկ, այսինքն տարեց մարդիկ շատ հազվադեպ են տիրապետում լավ անգլերենի, որ կարողանաս բացատրես քեզ ինչն է պետք ու Տեոֆանոն իրոք փրկություն է մեր համալսարանի կողմից ճիշտն ասած, որովհետև այսքան ժամանակ ինչ որ մեկին չեմ հանդիպել, որ անգլերեն չիմանա, միգուցե ես շատ ծերերի չեմ հանդիպել։ Ես էլ իրականում ես էլ չեմ Բայց հանդիպել։ ցանկացած տեղ անգլերենով հանգիստ շփվում ենք։ Իմ մոտ օրինակ այդ text number-ի տեղներ օրինակ որ գնացել էի, պետքա հարկային համար ստանամ, դա շատ պարտադիր է Հունաստանում։ Հա, ու միջև ստացանք, այդ շատ հետաքրքիր process է, բայց բացի դրանից սաղ մնացած Տեոֆանոն անում է։ Ինչպես ասած, որ ընտրեցիք հենց այս համալսարանը։ City College-ը ընտրելուց University of York-ը, բայց եվրոպական կամպուսում ընտրելուց ես առաջնորդվում էի, ճիշտն ասած, ավելի շատ կարծիքների վրա, այսինքն ունենալով ընկերուհուս, որը արդեն այնտեղ 2 տարի սովորում էր, շատ առաջնորդվել եմ իր կարծիքով ու իր տպավորություններով, առհասարակ ոչ միայն համալսարանի մասին, այլ նաև երկրի ադոպտացիայի մասին, ու այդ սա հաշվի առնելով ես հասկացա, որ ինձ շատ հոգեհարազատ է մտնելով կայքնել ունենալով պաշտոնական ներկայացուցիչներ Հայաստանում, շատ հեշտ յուրաքանչյուր ինֆորմացիան փոխանցվել էր, ես ինքս իմ ուսումնասիրությունները արել եմ բնականաբար, շատ հետաքրքիր էր թվում ամեն ինչ ու բավականաչափ այդ հետաքրքրությունից դրդվելով հասկացա, որ ընտրությունը այդքան էլ բարդ չի ու արժի փորձել անպայման, որտեղ միայն դրականն եմ լսել այսքան ժամանակ։ City College-ը ընտրելուց ես առաջնորդվել եմ այն հիմքով, որ պետք է ընտրել ամենակարևորը British University, ոչ ամերիկյան, որովհետև British University-ները շատ ավելի պոզիտիվ ու ավելի լավ կետեր են տալիս, ոնց որ գիտեի, որ մոտավորապես 10 ծանոթ ունեի, որ սովորում էր այնտեղ, բոլորը դրական ֆիդբեքներ են տվել ու հասկացա, որ հաստատ ուրիշ համալսարաններ պետք է չի ընդհանրապես նայել։ Սալոնիկը մեծ դեր ուներ, որ ընտրեցի City College-ը որպես համալսարան, որովհետև իր դիրքը շատ նպաստեց, որ հենց այդ համալսարանը ընտրեմ, որովհետև շատ ապահով քաղաք է, այդ էլ մեծ դեր ուներ։ Նաև ինքը աշխարհի 120-րդ համալսարանն է, որը շատ բարձր է իր կարգով։ Որ առարկան կամ նախագիծն է եղել, որ ձեզ ամենաշատն է հետաքրքրել։ Միշտ ֆինանսները, էկոնոմիկան, ամեն ինչ կապված թվաբանության հետ, ես միշտ իմացել եմ, որ օրինակ մարքեթինգը, մենեջմենթը, hospitality-ն, այդ խոսում եմ business administration-ի առաջարկվող ծրագրերի մասին, երբևէ իմս չեն եղել, ու ճիշտն ասած Գերմանիայում սովորելուց էլ ես միշտ փնտրել եմ ֆինանսներ բակալավր, սակայն շատ դժվար է գտնել Գերմանիայում գերմաներենով դասավանդվող բակալավր ֆինանսներում համարյա թե չեք գտնի հրաշքի պես բանը ու երբ ես Յորքում լսեցի որ ֆինանս բաժին առաջարկվում ես շատ ուրախ եի անկեղծ շատ ուրախ եի որտեվ միշտ ունեցել եմ այդ հետաքրքրությունը դեպի թվաբանություն դեպի հաշվարկներ ու միշտ իմացել եմ որ դրանով եմ շարունակելու ուղղակի ֆինանսները ավելի ռիսկային մթնոլորտ է իսկ հաշվապահությունը իմ համար ավելի հանգիստ է բայց իմ հենց ոնց ասեմ նախագիծն էլ որը ես սովորում եմ ինքը հենց կոչվում է finance and accounting այսինքն ես համ ֆինանսներ համ հաշվապահությունից ունենալու եմ արդեն գիտելիք ինչը էլի ոչ պակաս իմ համար կարևոր է ու հետաքրքիր իմ ոլորտում լինելու մարդու համար Մեր դասերը իրականում շատ հետաքրքիր է, իմ major-ը communication and digital media-ն է, որը հիմնականում դասեր է social media-ի մասին, այսինքն իրանք սովորացում են թե ոնց օրինակ լավ edge վարել, ոնց marketing ճիշտ անել, ոնց են logo ընտրում եւ այլն, այդ լրիվ իմ համար է, իմ ամենասիրած դասը, որ ունեցել եմ դա photography-ն է, շատ հետաքրքիր է անցել ու դասատուն հենց սովորացնում էր թե ոնց տեխնիկապես ճիշտ ֆոտոներ ստանալ ու ոնց որ կարող էիր դրանից հետո դառնալ professional photographer։ Ես իմ մասնագիտության մեջ տենց շատ կողմնորոշված չէի, երբ որ համալսարան էի գալիս, բայց մտածեցի, որ ժամանակի ընթացքում ոնց որ արդեն կհասկանամ ու իրականում ինչքան գնում է, այդքան համոզվում եմ, որ մարքեթինգը շատ ճիշտ որոշում է։ Ու հենց մարքեթինգի մոդյուլի ժամանակ, երբ որ պետք է օրինակ ինչ-որ product վերցնենք ու packaging-ը փոխենք կամ Maybelline-ի համար ինչ-որ նոր product պետք է սարքենք, այդ ամեն ինչ անելուց հետո ուղղակի հասկացա, որ ճիշտ որոշում եմ կայացրել։ Ձեր կարծիքով հայ ուսանողը առանձնանում է որևիցե կերպ երբ որ միջազգային համալսարանում հայտնվում այլ ուսանողների, այլ երկրի մարդկանց շուրջ։
Ես կարծեմ մենակ դրական է ինձ թվում է, որտեվ այսքան հայ ուսանողները այնքանով են տարբերվում, որ մեր ուսումնական ծրագիրը դպրոցի այնքան խիտ է, այնքան ծանրաբեռնված է, մենք այնքան գիտելիքով ենք արդեն գնում համալսարան, որ արդեն օրինակ առաջին կուրսը քո համար խաղողբար է թվում, որովհետև դու արդեն այնքան գիտելիք ունես այս 12 տարվա դպրոցի հիման վրա, այնքան բան գիտես ավել, որ չգիտեմ, հայ ուսանողը մենակ դրանով ինձ թվում է արդեն լիքը առավելություն ունի ու ես տեսնում եմ դա մեր երեխաների մեջ էլ, որ իրականում եթե չալարենք, եթե իրոք նպատակ ենք դրա ու գնանք այդ նպատակին հասնենք, մեր համար շատ ավելի հեշտ կլինի դա։ Ու հայ ուսանողները շատ եթե դասերի առումով վերցնենք, շատ մրցակցային են, լավ առումով իհարկե, ու հետո էլ միշտ ընկերների համար բաց են ու այդ նոր ծանոթությունները միշտ հայերի համար ոնց որ լավ է։ Հետո նաև ես տեսնում եմ, որ հայ երեխեքը լիքը, օրինակ ես առաջին կուրսի երեխեքի մասին խոսամ, լիքը sense միասնական են իրանք, բայց միևնույն ժամանակ ու շփման մեջ են բաց էքստրովերտ երեխաներ են շատ ու այդ էլ այլի առավելություն է։ Եվան ու Օֆելյան շատ ճիշտ են ասում, իրականում հայերը շատ աշխատասեր են այնտեղ ու sense իրոք sense ջանալից աշխատում են համեմատած մյուս ազգերի, ովքեր ինչ որ չափ եկել են նաև ուրախանալու, քան սովորելու, հայերը այնտեղ կոնկրետ ոնց որ ուզենան իրանց ապագան ստեղծեն։ Ինձ կներկայացնեք ձեր ամենասովորական օրերից մեկը։ Մեր դասերը էսկիսեմյակ շաբաթական 3 օրեր, այսինքն մենք 3 օր դասի ենք, մնացած բոլոր օրերը տունն էինք։ Օրը սկսվում է այնպես, որ վեր եմ կանում գնում եմ դասի, մոտ 5 ժամ լինում եմ դասի, իսկ դրանից հետո գնում եմ տուն, արդեն ուտելիք պատրաստել, առևտուր անել, նոր երեկոյան ընկերների հետ տեսնվել, եթե ունենում ենք assignment-ներ, հավաքվել կուրսի երեխաներով, որպեսզի կանանք հանձնենք լավ։ Իմ օրն էլ շատ չի տարբերվում, ի տարբերություն մենք շաբաթական ավելի շատ դասեր ունենք ու մեր քննություններն էլ ավելի շատ են, ամեն կիսամյակի վերջ մոտավորապես 5 քննություն ունենում ենք։ Իմն էլ շատ չի տարբերվի, բայց դու ավելացնելու բան։ Այո, պրոստը վայ կան գնում ես դասի, գալիս ես քո գլխի ճարն ես տենում, sense կոպիտ ասեմ, ու հետո արդեն ինչ պլաններ ունես, թե կարաս քեզ թույլ տաս հանգստացիր, թե կարաս ունես տնայինների վրա կենտրոնացի, որտեվ քաղաքը հենց ոնց նշեց Արինան շատ երիտասարդական ու եղանակից էլ գալիս այո եղանակը շատ լավն է այնտեղ այնտեղ ավելի տաք է միշտ սկզբում մեզ ասում էին որ անձրևներ են միշտ լինելու բայց զարմանալի էր որ անձրևներ չէին 2 տարվա մեջ չեմ տեսել մի հատ տեսել ենք բայց տենց որ ասենք խիտ լոնդոնյան անձրևներ ոնց մեզ տրամադրում էին տենց չէ Իրականում իմ հեռախոսին միշտ notification-ա գալիս, երբ որ անձրև է, ասում է տնից դուրս չգաք, մետրո չնստեք, աստիճաններով չգնաք, բայց 2 կաթիլ անձրև է գալի եկա։ Բայց դա հունացիք են։ Հունաստանում կարա լինի ինչ որ հիմա օրինակ թող լինի +14, իրանք ամենատակ sense վերարկուներն են հագնում, որ նայում ես ու դու կարճաթևով ես, ասում ես դու ես գիրշ թե իրոք sense։ Ասենք չես հասկանում Հայաստանում ապրելով, բայց էտա իրականում տենց եղանակը որ ասեմ ցուրտ եղել է երևի մենակ դեկտեմբեր հունվարի սկիզբ տենց բոյանին գնում եք դասի իրանք եթե ինչ որ մի թեթև անձրև է արդեն տունն են մնում դուրս չեն գալի շարժ վերարկու սենց ամեն ինչ պատրաստված չէ մենակ քամին եթե ուժեղ լինի դա մի քիչ տենց վատ իսկ այնտեղ մնալը ոնց է դուք ինքներդ եք գտնում տեղ թե համալսարանը տրամադրում է մենք ենք գտնում բայց համալսարանը առաջարկում է օրինակ նույն Տեոֆանոն ասում եմ թղթաբանության հարցերով որ զբաղվում է Տեոֆանոն ուղարկում է ուսանողներին տարբերակներ արդեն միջև գալ Հունաստանը տարբերակներն քեզ առաջարկվում ու դու եթե կտեսնես որ քեզ հարմար են դու կարող ես այսքան ընտրել նաև գիտեմ որ Աննան ու Լիլիթը ովքեր պաշտոնական ներկայացուցիչներն են մեր համալսարանի քոլեջի Հայաստանում իրանք էլ մեզ առաջարկում են էլի այնտեղ արդեն կամպուսներ ուսանողական ու ես գիտեմ որ լիքը հայ երեխեք մնում են հենց այդ կամպուսներում որ մեր դպրոցին մոտիկ են ուզում եմ ասեմ տարբերակները շատ ամեն մեկը իրանը կարա գտնի ուղղակի օրինակ մեզ օրինակ հարմար չէր եթե մենք չենք մնում կամպուսում ես չգիտեմ երեխեքը ոնց ինձ հարմար չէր հա մնում եք հիմնականում բոլորս մնում ենք հանրակացարանում հա հետո ես օրինակ ես առանձին տուն որոշեցի վարձեմ ինձ պետք անել հոգեհարազատ չէր որտեղ Գերմանիայում արդեն
անրակացարանը մնացել էի։ Կամպուսում պայմանները ընդհանուր ոնց է։ Ինքը շատ փոքր college է, շատ հեշտ է գտնելը, այսինքն տենց հսկայական ինքը building չէ, էլի որ կանաս կորես եւ այլն, ամեն ինչ շատ սիրուն է սարքած, շատ հարմարավետ, կաֆետերիա ունենք, որտեղ կարան բիլիարդ խաղան, նստեն, հաց ուտեն, բալկոն ունենք, ու ոնց որ sense սեփական տուն ինքը լինի։ Ոնց որ շենքում կան TV room, cinema room, gym կա, study room կա, kitchen, ու էլի տենց խաղասրահ կա, էլի բիլիարդ, շատ հարմար է։ Ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար շատ իդեալական տեղ է։ Այսինքն ոնց որ մի Ուսանողները մթնոլորտի մեջ։ հարմարավետ են շատ։ Իրանք փոքր են, բայց ամեն ինչ տեղավորվում է ու ես օրինակ իմ համար չեմ պատկերացնում ավելի մեծ։ Երբ որ որոշեցիք, որ ուզում եք սովորեք City College-ում, ընտանիքի արձագանքը ոնց եղավ։ Հենց առաջին օրը, որ գնացինք տեղավորվելու, իմ roommate-ներ իմ հետ, Արփին ու ով էլի սովորում է մեր համալսարանում ու հայրիկս էր։ Միասին եկել ենք ու ես ու Արփին դուրս են գալիս Բոսնելու մեր տարածաշրջանում ու ահա որ պատահականորեն հանդիպում ենք հայի սրճարան, Լևոն կաֆե էր անունը, ու ես ասում եմ ինքը հաստատ հայ է, Լևոն, հաստատ ինչ որ ուրիշ ազգ չի, մտնում եմ ու էլի արդեն հայ էր ու շատ լավ սենց բարի տղամարդ, սենց օգնող, պապան էլ իր հետ ծանոթացավ, պապան է սենց մի քիչ հանգստացավ, որ տես լավ մարդիկ են, ինքն էլ տեսավ, որ շատ իրական անվտանգ տեղ ենք մնում, Սալոնիկը բավականին անվտանգ քաղաք է ու արդեն սենց հանգստացավ բավականին, իսկ իմ փորձառության պահով ինքը տենց չուներ կասկածներ, ավելի շատ ինքը անվտանգության հենց պահով էր մտահոգված։ Իմ ծնողները երբեք դեմ չեն եղել դուրսը սովորելուն ու միշտ աջակցել են։ Վերջերս մամաս եկավ Սալոնիկ ու սիրահարվեց Սալոնիկի վրա ու սկսեցին արդեն համալսարան փնտրել իմ քուրիկի համար, որովհետև քուրիկս էլ էր ահավոր ուզում Սալոնիկում ու իրանք ոնց որ ամբողջ Եվրոպան պատտվել էին, բայց հասկացան որ Սալոնիկը ամենաառաջին տեղում է գտնվում։ Պրոստը սիրահարվել էին Սալոնիկին։ Ես ուղղակի իմ համար մի քիչ անակնկալ էր, որ ինձ կթողնեին, որ ես դրսում սովորեմ։ Ճիշտ է, վստահության հարցով խնդիր չկար, ուղղակի էլի ասած այդ ապահովություններ, բայց ամեն ինչ լավ ստացվեց ու հիմա ծնողներս համոզում են, որ ճիշտ ընտրություն եմ կատարել։ Ծնողներին էլ իմիջիալուց ասում, որ բավականին հեշտացված վիզա են տալիս։ Շատ կարևոր ինձ թվում է point-ը նշելու։ Իմ ծնողները օրինակ, չնայած իրանք իհարկե պատմություն հարուստ ունեին վիզաների, բայց առավել եւս ամենաարագ վիզան էր իրանք սաղ էս կյանքի պատմության մեջ, որը եղել է 2 տարվա մուլտին։ Իմ գործերն եմ գցել հիմնականում, նույնտեղ իրանք թղթաբանությունը, իհարկե իրանք պատմությունները ու չգիտեմ 3 օր 4 օրվա մեջ իրանք տվեցին, տրամադրեցին արդեն 2 տարվա վիզա, որը էլի ոչ պակաս կարևոր բան է, որ նշեմ, то есть ծնողները հանգիստ կարան վիզայի դիմեն ու չեմ լսել համարյա թե որ մերժում ստացվի կամ ինչ որ չտան, այսինքն ծնողները այցելության հնարավորություն շատ արագ են ստանալու։ Նաև ծնողները որ գալիս են կարան հանրակացարանում էլ մնան, այդ էլ որ թողնում են։ Այսինքն բացի ուսանողներից, եթե ուսանողի Ամսական 1 շաբաթ ուսանողների ծնողները կարող են մնալ հանրակացարանում։ Ինչն էր սկզբում դժվար, որը ընթացքում հիմա շատ հեշտությամբ եք հիշում ու այս պահին էլ արդեն շատ հեշտ է դառել ձեր համար։ Երևի կոմունիկացվել է հենց անգլերենով, ես վախում էի, որտեվ ես հունարենի լեզվին չեմ տիրապետում, ինձ օտար մթնոլորտում եմ գտնվում ու ես վախում էի, որ իրոք անգլերենի հետ խնդիրներ կլինեն, այսինքն քաղաքում սպոսնելուց կամ ինչ որ մեր համալսարանում գիտեի, որ խնդիրներ չեն լինի, բացի մեր համալսարանից, առհասարակ սպոսնելուց, ինչ որ մեկ այդ հաղորդակցվելուց ես դժվարանում էի ու իմ համար դժվար էր թվում կոմունիկացվելու։ Միայն գործընթացը ես վախենում էի, որ հունարեն չտիրապետելու պատճառով լիքը մարդ ինձ չի հասկանա, պետք է էլի պանտամիմա խաղանք, որ ինչ որ բան բացատրենք, բայց չէ, երիտասարդական իրոք քաղաքը շատ մեծամասնություն մարդիկ խոսում են, տիրապետում են անգլերեն լեզվի, գոնե ամենամինիմալ մակարդակին, բայց տիրապետում են ու շատ հեշտ էր։ Այսինքն հիմա վախ է դժվարությունը, որ քեզ դժվար է թվում այդ պահը, вообще կորել է։ Չեմ էլ մտածում։ Ես համաձայն եմ Եվայի հետ ու երբ որ օրինակ team work-երի ժամանակ դու պետք է քո կարծիքն ասես, ուրիշ է երբ որ դու քո մայրենի լեզվով ես ասում, ուրիշ է երբ որ քո երկրորդ լեզուն է, բայց հետո ընթացքում հասկանում ես որ դու միակը չես, որ իրականում վախում է ու թեկուզ ուրիշ երկրի երեխեքները մտածում են որ իրենք կարող է սխալ արտահայտվեն անգլերեն, բայց
բոլորն այդ խնդիրն ունեն ու դրա այդ ոնց որ քեզ կոմֆորտի զգացողություն է տալիս։ Կաշկանդվելու կարիք չկա։ Ունեք ինչ որ սիրելի վայրեր, որ հաճախ եք այցելում։ Մեր հանրակացարանի այդ կամպուսի կողքը մի հատ փոքր սրճարան կա, ոնց որ դասանելու համար շատ լավ տեղ է ու համել շատ լավ սուրճ են տալիս։ Այդտեղ միշտ հիմնականում այդտեղ են գնում։ Դասանելու համար համել մեր համալսարանի գրադարանն է շատ լավ։ Ամեն անգամ դասերից հետո գնում ենք, ճիշտ է weekend չեն աշխատում, բայց փակա, բայց մնացած օրերին հանգիստ կարաս գնաս ու շատ կոմֆորտ է։ Ես օրինակ քաղաքի կենտրոնից մի քիչ հեռու եմ ապրում, Կալամարիայում եմ ապրում, որտեղ լսել էի, որ այդ ամենապահով ճիշտ ասած ռայոններից է, ինքը մի 20-30 րոպե ավտոբուսով, չգիտեմ, նայած խցանման, նայած տարբեր հանգամանքների, բայց ոչ այդքան հեռու, ես ընդեղ եմ հիմնականում ժամանակ անցկացնում դասերից բացի դուրս սիրում եմ շատ ծովի ափին քայլել, լիքը ծովի ափին շատ լավ Կալամարիայում սրճարաններ կան, լավ կոֆեներով, նաև ոնց նշեցի, այդ հայ կաֆեն եմ շատ սիրում գնալ, շատ ընտանեկան մթնոլորտ է, երբ կարոտում եմ հայկական ինչ-որ մի բան, շփումը կամ ինչ-որ այդ ինքն էլ աղջիկ ունի, ասենք փոքր գնում ես, լսում ես այդ հայերենը, խաղում ես, ցախ քեզ հասկանում են ու շատ ընկերական են։ Իմ համար երևի նորից ծովի ափով քայլելն է, որովհետև Սալոնիկը ամենասիրուն մայրամուտով քաղաքն է, շատ սիրուն է իր մայրամուտը ու հենց այդ ժամին քայլելը ծովի ափով, դա մի հատ հրաշք է ու ոնց որ դրախտ լինի, իսկ ամառը գնալ ծով հենց որ լողանալու, մի ժամ հեռավորության վրա տարբեր ափեր կան Խալկիզիկիում, այնտեղ շատ տուրիստներ են գալիս բոլոր երկրներից, իրականում շատ մոտիկ է, ավտոբուսը տանում բերում է, ոնց որ միքս ենք անում մեր ուսանողական կյանքը, ավելի հավես ենք դարձնում հանգստի հետ։ Ինչպես եք պատկերացնում ձեր ապագան համալսարանը ավարտելուց հետո։ Դե արդեն համալսարանը այն գիտելիքները, որ մեզ կտա, պատկերացնում եմ, որ արդեն պետք է աշխատեմ իմ այդ գիտելիքներն օգտագործելով, բայց միանշանակ, քանի որ այս աշխարհը զարգանում է, ինքնակրթվելը միշտ պարտադիր է։ Դրա համար եւ այս գիտելիքները որպես ֆունդամենտ օգտագործելով, ինքնակրթվելով արդեն ավելի պատասխանատու դերերում կաշխատենք։ Ես միանում եմ Օֆելիային, ես էլ եմ կարծում, որ ավարտելուց հետո միանգամից ես ինձ հոգեհարազատ ինչ-որ աշխատավայր կգտնեմ, ես դեռ չգիտեմ Հայաստանում, Եվրոպայում, թե որտեղ, նայած ինչ առաջարկ ու նայած որտեղ ես ինձ կպատկերացնեմ, բայց ես գիտեմ, որ ուզում եմ աշխատեմ, փորձ ձեռք բերեմ իմ մասնագիտության մեջ եւ 1 տարի gap year անելուց հետո երևի թե 1-2 նայած աշխատավայր ես հաստատ master's կանեմ, որտեվ ոնց Օֆելյան էլ նշեց, պետք է անդադ զարգանաս, ինքնակրթվես, չդադարես, որտեվ կոնկուրենցիան էլ շատ է, ChatGPT-ն մեր ամենալավ ընկերը կա, ասենք իր հետ էլ միևնույն ժամանակ պետք է ավելի ուժեղ skill-եր ոնց որ ձեռք բերես։ Տարիներ հետո համել կարող ես MBA անել։ Այո, Այդ գիտելիքները նորից հետ կգան։ անպայման։ Ես օրինակ միանգամից ստալու եմ masters, պլանավորում եմ Փարիզ կամ Միլան, շարունակելու եմ fashion industry-ում ու դրա համար մեզ պետք է սովորել communication, որը ես հիմա եմ գիտելիքները ձեռք բերում ու իրականում մեր դիպլոմը շատ հեշտ ինձ ոնց որ կընդունացնի իմ ուզած համալսարան Փարիզում։ Պատկերացնում եք Հայաստանում ինչ որ գործունեություն։ Ես կարծում եմ, որ այդ դրսում ստացած գիտելիքը ավելի արժեքավոր է դառնում, երբ որ դու Հայաստանում ես օգտագործում ես։ Իհարկե, դա մարդուց է կախված ինքը որտեղ իրեն ավելի կոմֆորտ կզգա աշխատելուց, բայց Հայաստանի այդ մասնագիտացպես զարգանալը շատ կարևոր է, որ մենք ոնց որ դրսից այդ գիտելիքը բերենք Հայաստան։ Ես էլ եմ համակարծիք ճիշտ ասած, ես ուղղակի ուզում եմ, որ Հայաստանում էլ եթե գնահատեն արտերկրի գիտելիքները ու ոչ միայն արտերկրի, չեմ ուզում արժեզրկած լինեմ ոչ մի ձև Հայաստանի համալսարների տված գիտելիքները, չեմ ասում ես առավել եմ ոչ մի կերպ, բայց միևնույն ժամանակ կուզենայի, որ իրոք արդար գնահատվեին յուրաքանչյուր ոգի գիտելիքները ու ոչ մի ձև ասենք չթերագնահատված քեզ չզգաս, որ քեզ ոնց որ ինչ որ պրակտիկա են տալիս, բայց իրականում վազում են այս թուղթը քսերքս անելու, եթե տենց internship, հա, անես դաստոյն internship,
Եթե այդ ամեն հնարավորությունը մեզ տան Հայաստանում, ես հաստատ կուզենայի Հայաստանում էլ գործունեություն ծավալել ու իմ երկրին ինչ որ եթե իմ կարողություններով ասենք օգուտ բերեի հաստատ։ Երբ որ ասում են օրինակ արտերկրում ես սովորում, ուրեմն վերջ այնտեղ քեզ կծամեն գտնեն քո բերանը, տենց չի, իրականում այնտեղ էլ պետք է շատ ինքնակրթվես։ Դասախոսությունները միշտ կան, բայց այդ assignment-ներն անելու ժամանակ, երբ որ դու search ես անում, ինչ որ արտիկլներ ես կարդում, հիմնական գիտելիքը դու տեղից ես ստանում, ոչ թե ինչ որ դասախոսություն լսելուց, որը որ Հայաստանում է կարա լսել ու դա հիմնականում մարդուց էլ է գալիս։ Եթե դու այդ հնարավորությունը ճիշտ օգտագործես արտերկրում սովորելու ու այն գիտելիքը, որը քեզ այնտեղ են տալիս, շատ լավ մասնակից կդառնաս։ Դասախոսությունը ինքը կարևոր է, պրոֆեսորը կարևոր է, բայց միևնույն ժամանակ կարևոր է նաև համալսարանի միջավայրը եւ այդ մեթոդը, որը որ քեզ ստիպում է, որ դու կրթվես, աշխատես անընդհատ։ Ու ավելի պրակտիկալ է դրսում։ Որ ավելի շատ պրակտիկայի հիման վրա, քան դասախոսությունների։ Ինչ խորհուրդ կտաք այն ուսանողներին, ովքեր որ մտածում են դեռ ընդունվեն թե չէ արտերկիր, մասնավորապես City College։ Ես ասում եմ ամենակարևորը ռիսկով լինեն, ընդհանրապես ոչ մի բանից չվախենան, որովհետև մենք բոլորս էլ վախեցել ենք ու տեսանք, որ ընդհանրապես դրա կարիքը չկար։ Գնում ես ու ամեն ինչ այնքան լավ է, որ այն մարդիկ, ովքեր վախեցան ու չեկան, իրանք հաստատ շատ մեծ բան են կորցրել։ Ամենակարևոր խորհուրդը իմ համար է դա։ Ես իմ ամենից կուզեի ասեի, որ մի պրոստը չթերագնահատեն իրանց երեխաները։ Կան երեխաներ, ես գիտեմ, որ իրանց թերագնահատում են, մտածում են իրանք այդքան լավը չեն, իրանք չեն կարողանա, ես ուզում եմ ասել, որ չկա տենց բան, յուրաքանչյուրս էլ ունենք թերություններ, այսինքն մենք էլ ոչ մեկս այդտեղ իդեալական անգլերեն չգիտենք, ամերիկացու պես չենք խոսում, ոչ մեկիս համար տենց հեշտ մի անգամից չի տրվել, բայց մենք գնացել ենք առաջ ու եթե մեր մոտ էլ ստացվել, մենք էլ ենք ձեր տարիքի երեխաներ, ուրեմն ձեր մոտ է կստացվի 2 տարի տարբերությունը հաստատ ոչ մի բան հաստատ։ Եթե ձեր նպատակն է ստանալ որակյալ կրթություն միջազգային միջավայրում, ունենալ միջազգային ընկերներ, մեծ network, ուղղակի արեք առաջին քայլը, մնացածը ինքնաբերաբար կստացվի։ Մի նստեք ձեր տեղը ու ոնց որ սպասեք, որ ամեն ինչ կգա, այլ նաоборот ամեն ինչ արեք, որ ձեր մոտ ստացվի, որովհետև այնքան կրթական ծրագրեր կան, նույնը City College-ը, լիքը scholarship-ներ են առաջարկում, այսինքն կրթաթոշակներ, լիքը հնարավորություններ կան։ Պրոստը պետք է իմանալ ճիշտ օգտվել, այլ ոչ թե նստել, ասել ուզում եմ ու ոչ մի բան չանել։ City College-ն ամեն ինչ անում է, որ դու ստանաս այն գիտելիքները, ու եթե դու վճարում ես այդ կրթության համար, պետքա դու էլ քո կողմից ամեն ինչ անես, որ ստանաս։ Այո։ Ասեմ, որ նաև City College-ը տրամադրում է հետո գործի առաջարկներ, այսինքն ավարտելուց հետո այն մարդիկ, ովքեր չեն կարողանում գործ գտնեն, կարող են ուղղակի apply անեն այդ գործերին ու նաև Հայաստանում էլ կան առաջարկվող գործեր։ Ու դասախոսները շատ հաճախ գալիս են Հայաստան, ու մենք ես օրինակ մեկը եղել եմ ոնց որ բաց դռներ ասվածին, երբ դասախոս է մեր եկել է ու խոսել է, ու ես դրանից ոգեշնչված որոշել եմ, որ պետքա դիմեմ City College։ Իսկ կրթաթոշակից օգտվել եք ինչ որ։ Ես, հա։ Ես էլ այո։ Ես ուշացել եմ։ Ուղղակի դիմել ենք ու այստեղի Լիլիթն ու Աննան մեզ օգնել են, իրենց միջոցով արել ենք ամեն ինչ։ Ինքը զեղչ է Այո։ իրանից ներկայացնում։ Այսինքն եթե դու ունես կրթաթոշակ, որը դու ստանում ես քո անգլերենի իմացության վրա, այսինքն թեստ անցկացվում Հայաստանում, դու մոտենում ես, հանձնում ես թեստը, ըստ արդյունքների արդեն որոշվում է, կամ դու ստանում ես կրթաթոշակը, որը կարա լինի, եթե չեմ սխալվում 100%, 75%, 50%, 25%, այսինքն բավականաչափ կրթաթոշակների տեղեր կան, ես էլ եմ մի փոքր ուշացել կրթաթոշակից, բայց այդ ինչ չի խանգարել, որ ես էլ ստանամ, որտեվ նաև City College-ը առաջարկում է Early Bird Scholarship-ը, այսինքն եթե դու շուտ ես դիմում, չես պահում վերջին վայրկյանին, դու ունենում ես այդ հնարավորությունը օգտվելու, սկզբում կարծեմ 25% էլի զեղչը հասնում է, այդ զեղչից ես կարողանում օգտվել, որը էլի բավականաչափ
օգնում է։ Իհարկե։ Նաև ասեմ, որ մենակ այդ թեստը չի, որ իրանք անցկացնում են, եթե օրինակ ունեք IELTS, TOEFL, Duolingo, դրանք են անցնում ու եթե օրինակ մեկը ես տվել եմ IELTS ու չէի որոշել որ պետքա դուրս դիմեմ, բայց այդ շատ օգնել է ինձ, որ թեստ չտամ իրանց մոտ ու միանգամից հետո Ես էլ TOEFL-ով եմ ընդունվել։ Ես է Duolingo-ով։ Ես չունեի անգլերենի սերտիֆիկատ ոչ մի, ու ասեմ անգլերենի խմբակների էլ չեմ հաճախել ոչ մի, այսինքն ես չեմ ունեցել պրոֆեսիոնալ անգլերենի լեզվի մակարդակ, ինչ որ մեկը ինձ հաստատի, ես իմանամ, որ իմ անգլերենը բավարար է, ուղղակի հավատացել եմ ինձ, ասել եմ ուզում եմ, վեր եմ կացել, ոնց ասեցի, Duolingo-ն պրոստը on-line միացնում ես, ասեցի եղավ չեղավ, ոչ թեստ եմ անցնել, ոչ մի բան, ու տենց եղավ, պարզվեց պրոֆեսիոնալ մակարդակի գիտեմ, բայց ոչ մի դասընթացի չէի գնացել։ Չէ, Գերմանիայում չենք սովորում։ Գերմաներեն եք սովորում։ Գերմաներեն էի սովորել Գերմանիայում, այսինքն Գերմաներենը գիտեի, որ խնդիր չէր, բայց անգլերենը կինոների վրա հիմնված անգլերեններ ու երաժշտության ու պրոստը պրակտիկայի, որտեվ լիքը միջազգային ընկերներ ունեի։ Ասեցի դե լավ, ոչինչ հիմա։ Ինչ չի եղել ու դպրոցի, ոնց ասեցի, դպրոցի գիտելիքները մեր 12 տարվա։ Իսկն ես գնացել եմ բավականին ուժեղ դպրոցներ, իմ անգլերենի մակարդակը այնտեղ եմ ստացել ու տեսեք, պարզվեց բավականաչափ էր ընդամենը դպրոց հաճախել Հայաստանում 12 տարվա ու դու արդեն անգլերենի խնդիր չես ունենում։ Ես իմ դեպքն եմ կոնկրետ ներկայացնում։ Հիմնականում ուսումում եմ սովորել, ուսումը շատ ֆունդամենտալ անգլերեն ա դրել իմ մեջ իրականում։ Ու հետո իմ հայրիկն էլ, մայրիկն էլ սաղ անգլերեն խոսում են, լիքը բարեկամներ էլի արտերկրում, ճամփորդություններ, սաղ այդ ամեն ինչը քիչ, էլի փորձեր։ Այո։ Ինչ պետք է նախորոք իմանա մարդ մինչև ուսանող դառնալը։ Որ արդեն սկսելու ամեն ինչ ինքնուրույն անել։ Այդ շատ կարևոր է, որովհետև եթե դու պատրաստ ես, որ պետքա միշտ քո փոխարեն արել ու նոր դու պետքա գնաս ու ինքնուրույն անես, այդ դրան պատրաստ պետքա լինել։ Մի հատ տանը փորձաշրջանացի։ Թեկուզ ուտելիք սարքելը, տները հավաքելը, այդ շատ մեծ մտածում եք, ասենց թեթև բան է, բայց թեթև բան չի։ Թեթև չի։ Ու դրանից հետո ոնց որ հասունանում է մարդ շատ։ Բանակ էլի։ Ես կուզեի մեկ էլ ասեի, որ ուսանողը միջև ուսանող դառնալը իմանա հստակ ինքը ինչ է ուզում։ Հստակ գնա, տեսնի, իմանա, իրան տնտղի։ Հա, իրան տնտղի ինչ որ նույն մտնոլորտում ինչ որ փորձեր ձեռք բերի կամացից, իմանա արդյոք դա իրանն է թե չէ, որտեվ երբեք ուշ չի փոխել։ Կոնկրետ իմ դեպքից էլ երբեք ուշ չի փոխել։ Ես չեմ զգում, որ ես ուշացել եմ ու պետք չի մտածել, որ ուշանում են սովորելուց։ Այդ հասկացությունը հայերի մեջ շատ սխալ է դրված, որ 12-րդ դասարանը պրծավ, всё միանգամից համալսարան վազեցինք։ Թե չէ կուշանա։ Ինչից կուշանամ, չեմ հասկանում։ Ես, բայց համնայն դեպս իմացեք որտեղ եք գնում, որտեղ եք ձեզ պատկերացնում ու ամեն ինչ էլ շատ կստացվի ու հետաքրքրվեք։ Շատերը կողմնորոշված չեն իրանք։ Օրինակ ես մեկը չէի կողմնորոշված ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ, բայց այդ պետք չի ստրեսի ինչ որ առարկա լինի, որովհետև ընթացքում հասկանալու ես ու եւ այասելով շատ հեշտ է փոխելը։ Երբեք ուշ չի։ Ու ինձ թվում է, էս այն տարիքն է, որ ամեն ինչին պետք է ասես այո, ամեն փորձին պետք է ասես այո, որովհետև չգիտես որտեղից ինչ դուր կարա բացվի։ Քանի նստած եք մյուսները անում են։ Իսկ ինչ կասեիք ձեր անցյալի եսին, եթե ոնց որ հիմա հնարավորություն լիներ։ Ես կասեի, որ ավելի վստահ պետք է լինել ու եթե մտածում ես, որ չի ստացվի, ամեն դեպքում արա։ Իհարկե ես տենց արել եմ, բայց իսկ վստահ չեմ եղել։ Ես ինձ վստահություն կցանկանայի։ Ոնց որ փորձը ամեն դեպքում կապ չունի լավ թե վատ, մեկը փորձ է մնում։ Ես էլ նույնը կասեի ու կասեի մի վախեցի ֆեյլ լինելուց, որովհետև ավելի լավ է փորձես, ֆեյլ լինես, զատո գիտես, որ արել ես։ Ես էլ կասեի ինձ, որ ավելի շատ քո ձեռքը, ոնց որ քո ձեռքի տակ գործեր վերցրու, այլ ոչ թե գցի ուրիշների վրա։ Այդ ես կասեի։ Ես շատ ունեի այդ իմ մեջ։ Միջև արդեն օրինակ չեկավ պահը, որ հասկացա, որ վերջել չկա, ասենք ասել, պապ, մամ, ու դու հասկացար, որ դու ես ինքնուրույն ես։ Ու պրոստը կասեի, այն վախտով էլ ես կուզեի ես ինքնուրույն լինեի։ Մի քիչ էլ տունը գործ արա, որ հետո չտանջվես շատ։ Ինչ շատ հաճելի էր։ Մեզ շատ։ Այո, շատ։